Ինչ եք կարծում, մեզ ինչպեսի ղեկավար է պետք։ Առաջ հերթը գրագետ լինի։ Երկրորդը պետք է ուժեղ, հավատարիմ գրագետ թիմ ունենա, թիմ։ Հասկանում եք, որովհետև հնարավոր չի որ վարչապետը ամեն հարցով տերապետի։ Պետք է ունենա ամեն գծով հավատարիմ գրագետ օգնականներ։ Այնքան հիմար բաներ արել, որովհետև պետք է գրագետ մարդկանց բերի, դնի նախարար։ Մարդի հոգին եթե կեղտոտ է, ինքը կեղտոտ բաներից չի կարող հրաժարվի։ Դե թող Աստված հոգիները մաքրի։ Մենակ ես ցանկանում եմ թող Աստված մեր Հայաստանի խաղաղություն տա, այդ մեր ղեկավարներին էլ բան տա, խիղճ տա, մի մանա որ վերևին Աստված կա, այդ աթոռի վրա բոլորն են նստում են, հիշում են ազես, եղավ։ Հայրենասեր, Ոնց պիտի որոշվի, որ ինքը հայրենասեր է։ իրագործումներից։ Ղեկը գլխին։ Շատ դժվար հարց եք տալիս։ Տենց մարդ գոյություն չունի, բոլորը մտածում են իրենց մասին։ Ժողովրդի հոգսերով ապրող մարդ լինի։ Նորմալ ղեկավար։ Այդ ո՞րն է։ Որ ամեն ինչն է ժողովուրդ հիմար անհանգստան ամտածի թայ էտա։ Արդարադատ Պետքա մեծերի մասին մտածի։ Դա առաջի հերթը։ Տատիկների, պապիկների, մամաների, պապաների մասին։ Եթե ղեկավարը կմտածի, ուրեմն դե ջահելները իրանել են նայում, չէ՞, ինչ անա ասում, որ պիտի նրանք է շարունակեն։ Այդ ամենակարևորը։ Հետո ուսումը պետքա տակից մանկապարտեզից սկսեն երեխան սովորացնել բարերը ամոթ։ Հմերուսերեն ասեմ, ստիդնա, ժալկը։ Այդ բարերը պետք անպայման սովորեն։ Չգիտեն, երեխեք էլ այդ ամոթ բան չունեն, էլի արդեն։ Համել բացադրեն ժողովրդի երեխանց դպրոցներում, թե դեմոկրատիան ինչ է նշանակում։ Это չի նշանակում վսեդозволенность։ Պետք է սովորացնեն այդ դեմոկրատիային օգտագործելու ձևը։